Հոյիտա բյուրոյի անդամ Հայաստանի ազգային ժողովի հոյիտա խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյան հայտարարեց, որ Հայաստանի սահմանադրական դատարանը թեև վճռեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններուն հաստատման արձանագրությունները հակասահմանադրական չեն, այսուհանդերձ մատնանշեց, որ անոնց մեջ որոշ թերություններ գոյություն ունին եւ հստակորեն անջատեց արձանագրություններեն դուրս եկած դրկական նախապայմանները, նշելով, որ անոնց իրականացումը Հայաստանի համար բարդատիր չէ։ Վահան Հովհաննիսյանի կարծիքով ողջունելի է այն հանգամանքը, թե սահմանադրական դատարանը ընդունած է հայ եւ թուրք արձանագրություններուն վերաբերյալ հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցած փաստարկները։ Ան նաեւ ասավ, որ սահմանադրական դատարանը հաստատեց, որ հայ եւ թուրք հարաբերություններուն հաստատումը եւ Լեռնային Ղարաբաղի դակնաբը իրարու չեն գնարգապվիլ եւ շեշտեց, որ սահմանադրական դատարանը հստակորեն որոշեց, թե արձանագրություններուն գլխավոր առարգան Հայաստանի եւ Թուրքիո միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու սահմանին բացումն է։ Իր մամլո ասուլիսին ընթացքին Վահան Հովհաննիսյան հայտարարեց, որ սահմանադրական դատարանին որոշումը պետք չէ հուսահատության մատնե բայկարող կողմերը։ Անգեսական համարեց, որ յուրաքանչյուր հայաստանցի պետք է ջնշում բանեցնե իր կողմէ ընդրված պատգամավորին վրա, որբեսի ազգային ժողովը լրջությամբ վերաբերի արձանագրություններուն հետ, զանոնք վերածելով վերջնական վճռի բաղկացուցիչ մասին։ Հակառակ բարակային սահմանադրական դատարանին որոշումը գիմաստազրկվի, որովհետև անիկա միայն Հայաստանի համար իրավական ուժ ունի։